Մոտ 5 տարի առաջ տիկին Մարգոն ցավեր առնահոսություն էր ունեցել։ Անմիջապես եկել էր ռուսկաբանության ազգային կենտրոն հետազոտվել։ Նրա մոտ ախտորոշվել էր կոլորեկտալ քաղցկեղ, սիգմայաձև աղոնորագոյացություն, ցուցվել էր վիրահատություն։ Իդեպ 12 տարի առաջ նրա քույրն էր պայքարում նույն հիվանդության դեմ, եւ քանի որ արդեն ծանոթ էր քաղցկեղի դրսևորումներին, բուժ հաստատություն էր դիմել ճիշտ ժամանակին։ Այս դեպքը առաջինը չէ, մենք բազմաթիվ հիվանդներ ունեցել ենք, երբ որ նույն ընտանիքում քույրերի մոտ կամ քրոջ եղբոր մոտ հայտնաբերվել են, պատկերացրեք նույնիսկ անատոմիական նույն տարածքում է գտնվել հիվանդությունը կամ ասենք հաստաղու միջածիկ հաստաղում կամ սիգմայաձև աղեքում, դա խոսում է, որ ժառանգականությունը ևս տվյալ հիվանդության մեջ կարևոր դեր ունի։ Բուժարուն արդեն լավ է, գտնվում է մասնագետների հսկողության տակ։ 6 ամիսը մեկ հետազոտվում է։ Բժիշկն արձանագրում է, հիվանդության կրկնություն չի գրանցվել, ինչը վկայում է որակյալ բուժման մասին։ Գիտեք, ոնց հայերով սովոր չենք, էլի։ Սեն որ ասում է դանակը ոսկորին է հասնում, հիմա մեր բժիշկները ինչքան էլ հրաշքներ գործեն, բայց մարդն էլ պետք է ինքը գիտակցաբար գա հասնի, էլի չթողնեն վերջի կետին, հիմա ինչքան էլ բժիշկ ուզենա օգնի, չի կարա, եթե հիվանդը իր մասին չմտածեց։ Կոլորեկտալ քաղցկեղն աշխարհում 3-րդ ամենահատարածված քաղցկեղն է։ Տարեկան գրանցվում է շուրջ 2.5 միլիոն դեպք։ Հիվանդության հետևանքով մահացությունը ևս բարձր է, տարեկան մոտ 900,000 մարդ։ Կոլորեկտալ նորագոյացությունների առաջացման պատճառներն են ճարպային տապակած աղի սննդի, ծխախոտի, ալկոհոլի չարաշահումը եւ այլն։ Բուժական մոտեցումները կախված են հիվանդության փուլից, տեղակայումից եւ մի շարք այլ գործոններից, կիրառելի է եւ վիրահատական մեթոդները եւ ընդ որում եւ էնդոսկոպիկ եւ լապարոսկոպիկ եղանակներով, բարդացած դեպքերում անգամ բաց եղանակներով, կիրառելի է քիմիոթերապևտիկ բուժումը, ռադիոթերապևտիկ բուժումը եւ այս դեպքում, ինչպես եւ քաղցկեղների մյուս խմբերի դեպքում, շատ կարեւոր է հիվանդության փուլը եւ վաղ հայտնաբերելիությունը։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 40+ տարիքի անձանց մոտ։ Ախտորոշման լավագույն մեթոդը կոլոնոսկոպիկ հետազոտությունն է։ Մեր կենտրոնը այսօրվա դրությամբ տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում, կարելի ասել զարգացած երկրների այլ կենտրոնների հետ։ Մենք համընթաց քայլում ենք այսօրվա բոլոր եւ ԿՏ, MRT արդիական են բոլոր սարքերը, վերջերս ենք ձեռք բերել, ճառագայթային սարքավորումները եւս վերջերս ենք ձեռք բերել։ Մեր երկրում 2025-ին մեկնարկել էր պիլոտային սկրինինգային ծրագիր, որն այս տարի ներառվեց հիմնական սկրինինգների շարքում։ Մասնագետները վստահ են, ծրագիրը կնպաստի կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, հետևաբար արդյունավետ բուժմանը։ Իդեպ մարտը կոլորեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։